Դու չգիտես երբեք ինչ կլինի քեզ հետ հենց մի վայրկյան հետո Դրա համար ապրիր ուրախ ու երջանիկ քեզ տրված կյանքը քո Դու հարաբարիքներ թե լինեն կարիքներ կյանքի ճանապարհին Անցնի 100 տարի մեկ էլ չի առնի երբեք ոտքդ քարի Ամու հոտով կյանքը ինքան Չես հասնու վայելել անգամ Ամու հոտունի ամեն օրը Միայն ժպտադու կարևորը Կյանքը քաղցր է երբ մարդ ունի իր կողքին Ընկեր ու բարեկամ Որ քեզ համար գիտես թե պետք լինի անգամ Իրենց կյանքն էլ կտան Այս աշխարհն էլ անցնի, սերը միշտ կմնա, չմոռանաս երբեք Սիրո մասին պիտի ամեն մի առիթի իրար համար երգենք Պապ, իրականում լուրջ բան չի եղել, ես ուղղակի չէի ուզում ձեզ անհանգստացնեի Լիկա ինչ ես խոսում, լուրջ բան չի եղել Բա որ աղբորդ մի բան լիներ Արամ Քեզ էլ չեմ կարա, վստահեմ Չէի ուզի վստահությունդ կորցնեմ, բայց ճիշտ ես ասում Դե ապրես Ես հիմա ինձ շատ վստահված եմ զգում Դե ես գիտեի, որ վտանգավոր բան չկա Չուզեցի հանգիստդ խանգարեմ Հա, որ տենա ինչ-որ մեկը վտանգի մեջ է կզանգեի, շեֆ Աննա, Լիկա հետ գնացեք տուն Հենրին տաննա Գնացեք գալիս եմ Դու ինձ խաբել ես, Արամ Այսքան բան է կատարվեց տեղ Բայց ես տեղյակ չեմ եղել Շեֆ, եթե իմանա 3 էի պետք 3 կգայի, բայց դու այսօր ես ինձ զանգել Հենց այսօրվա մասին եմ ասում Բան ա եղել ու դու ինձ չես ասել Շեֆ, դե երեխա են, իրանց երեխայությունն են արել Հա, ճիշտ է, մի քիչ կոնտրոլից դուրս են եկել, բայց դե փառք Աստծո, որ ամեն ինչ նորմալ է Կամ զանգեի ասեի 3 փարթի են արել, այսօր հոգնած տրակած քնած են Ինչ էր փոխվելու Լավ արդեն երկարացնում ես Ասած անամ ինչ գիտես, կոնկրետ ինչա կատարվել Դե հենա արդեն սաղ գիտես Հավաքվել են, խմիչք էլ ա եղել Հենրին էլ ավտոն է խփել Բայց իրանց բան չի եղել Հիմա գնա, ես քեզ վաղը կզանգեմ Հա? Մտածում եմ քեզ աշխատանքից հանել եմ Այս անգամ չէ Բայց հաջորդ անգամ ուրիշ ձև եմ խոսալու Արամ Դե գնա, բարի գիշեր Բա որ մի բադ բան լիներ, հա? Բա որ քեզ մի բան պատահեր, ես ինչ էի անելու Ոյ աստվածս, ես ինչից բրծանք Ամեն ինչ իր խելքի պատճառով ա եղել Հա, իրականում դրսում ինձ թվաց, որ շատ ջղայնացած եք Ես էլ մտածում էի հեսա հենին կփոշմանի, որ վթարի ժամանակ ինչ-որ մի տեղը չի կոտրել Ես ինչ ես խոսում Հա, ջղայնացած եմ, բայց դա չի նշանակում, որ պետքա տամ երեխուս սպանեմ Հələ մի հատ սրա դեմքին նայ, ստեղ երեխա որտեղ ես տեսնում Համել էդ քո ասած երեխան 3 տեներ իրան ոնց էր պահում Լիկա արդեն չափն անցնում ես Ունեշի դու տենց ընկերուհիներիդ հետ սենյակը տխուր նստած էիք Լավ էլ տաժում էիք Ափսոս բարեկամ ես գալի թե չէ Էլի սկսեցիք Մամ, թող գոնե իրան մեղավոր զգա, անմեղ դեմքով նստել ա Սնգյանը մեզ ինչ ասիր Դեմքը միշտ էլ նույնն է Հենրի տղա, քուրը ճիշտ է ասում Մեծ մարդ ես չես հասկանում, որ այդ վիճակում չի կարելի ղեկին նստել Ու ընդհանրապես պապան չասեց այդ մեքենային ձեռք չտակ Քեզ թվում է այս ամեն ինչը ստենց հեշտ ու հանգիստ անցնելու ա ու գնա Հենրի, բերեք ստեղ ովքեր են եղել Դե ես, Մուշոն, Վահանը Էլով կար Այդ տղա, ես քո տարիքին եմ եղել, նոր եմ մեծացել Հա դե պա բան չասի Ուղղակի երեք այնքան մարդ կար Տենց մեծամասնությանը չէ էլ ճանաչում Մեկը մյուսին կանչելով եկել էին Այդ մի բանը ճիշտ է ասում, պապ Լավ, բա որ երեք զանգեցինք Ինչի ասեցիր, որ քնած եք Դե մա որ ասե այդքան մարդը հավաքվել Ջղայնանալու էիք, նեղվեիք, թողեիք ամեն ինչ հետ գայիք Սա խարամ ելներ Մեքենան ուր է Հենրի Մեքենայից էլ ես կուրսի Արի խոսանք Չի սպանի, չէ։
որ այդքան անհանգիստ ես։ Ինչի երեք չզանգեցիր ասեիր մամ, սենց բանա կատարվում տանը։ Ախր դու ես մեծ էլի կա։ Յա, այդ հիշեցիք, հա, որ մեծը ես եմ։ Ուրիշ ժամանակ ասում եք լիկա, սուս, Հենրին տղայա։ Ոնց որ ասեք Հենրին ավելի շատ իրավունքներ ունի, քան ես։ Բայց երբ որ Հենրին սենց բան է անում, հիմա ես առաջի պլան եք, հա։ Ինչեր ես խոսում։ Դու այդ երբ ես երկրորդ պլանում եղել, որ Ինչ Հենրին ծնվել է։ լավ էլի լիկա։ Պապան միշտ քո կողմից ա եղել, դու երբևէ խնդիր չես ունեցել։ Որ պապան լսես, չէ, հիմա քո ասածները։ Գիտես չէ ոնց կնեղվի։ Դու լուրջ մտածում ես, որ քո կյանքը այնքան արժեք չունի, որ խմած նստում ես ավտոյարուլին ու վտանգում ես քեզ։ Բադե խմած չեմ եղել։ Չեմ հավատում խոսքիդ։ Ես քեզ չեմ ասել, որ ինչ էլ լինի, տղամարդու պես նայ աշկես մեջ ու ասա։ Ասել ես։ Քեզ չեմ ասել, որ ամենավատ սխալից հետո էլ գալած գաս ինձ պատմես, մենք միասին գտնենք դրա լուծումը։ Ասել ես։ Ասել եմ, չէ՞։ Քեզով լսի չլսի, ես միշտ կամ։ Էդ էլ ես ասել։ Քեզ ասել եմ, որ քո սխալը իմ սխալն է, ու մենք իրար դրա համար պատասխան կտանք։ Ասել ես։ Բայց ինչի՞ ես ուրիշներից իմանում ես ամեն ինչի մասին։ Բայց ես մինչև հիմա ինձ խափում։ Կներես, բաբ։ Դու մտածում ես, այսքանը ասում եմ, որ ասես կներես։ Ինչ ես տես բան արել։ Ասել է, չէ, մեքենան չքշես։ Բաբ տենենց է այդ ավտոն սարքվի էլի։ Դասի ավտոն կսարքվի է, բայց իմ վստահությունը քո հանդեպ չի սարքվի։ Թե մտածում ես մեքենայի համար եմ ասում։ Թքած ունեմ մեքենայի վրա։ Ավելի կարևոր առերեխներ կան կյանքում։ Արի, Նիկոլայ սպասիր։ ինչ, ախպետ, ինչ։ Ասում եմ դու հիմա պատկերացնում ես, թե ինչ նյարդայնացած է լինելու։ Չշտղանում պատկերացնում, ինձ հուրա պատկերացում, պատկերացում չունիմ։ Երանի քեզ, ես քեզ պատկերացնում եմ։ Հա, պատկերացնում եմ, թե ինչ վատ տեսարանա լինելու։ Ասում եմ, այդ չփորձենք, թե ինչ ենք ասելու, հա։ Ախպեր, ինչը փորձինք, եթե չգիտենք ինչա հարցնելու, ինչ փորձինք, կասիս։ Հո քննական հարցաշարի չենք պատասխանելու, բնականաբար հարցնելու է, թե ինչու ինձ տեղյակ չեք պահել, որ սենց բեզբոժնի պարտիա տան է եղել, ու ավտոն էլ չկա։ Մամունարև, դա քո խոսքը, դա բեզբոժնի, լավ ասում չես, exactly։ Հա, սխալ տեղ օգտագործեցի այդ բառը, չէ։ Մամունարև, գյուդում ինչ պիտի անենք։ Ինչ։ For example, ասում ենք ախպեր վեր հենոն մեզ շանտաժ արենք։ Չէ։ Կամ են ախպեր ասում ենք վեր ջուր ենք ուզալ խմինք, ստականներով բերալա մեզ տպալ, մեջը սնատվորնիա գցալ ախպեր, քյաչալ են քոներալ։ Ինչ ենք արել։ Քնով ենք անցել էլի։ Հա, չէ։ Երեխուն պետք չի խառնենք այս գործին, թե չէ հենոյի հետ հարց կունենանք։ Սենց Արմանից ավելի հեշտ կպրծնենք, քան հենոյից։ Մամունարև վայրան չթողնում, մայստրո, վայրան չես թողնում։ Բաբ կներես, ես գիտեմ, որ դու ճիշտ ես, ես չպիտի տենց բան անեի։ Ու երեկվանից սկսած սաղ իմ մեղավորություններ։ Ու ես դրա համար պատասխանատու եմ։ Ավտոյի պանել սաղ ջոգում եմ։ Ես տենց էլ պատճառը չհասկացա։ Ումս ինձ համոզես, որ դու օթից որոշեցիր, նստես մեքենայի ռուլին ու քշես այդ վիճակում։ Թեմա կա, աղջկա։ Դե, այդ պայն ավտոյի մեջ չէր։ Փաստորեն աղջկա հետը չի եղել, բայց աղջկա մոտ տպավորություն թողելու համար նստել ես ավտոյի ռուլին ու քշել ես։ Դե, պապ, ասցի տանը իրան տուն ինքն է չեկավ։ Ես էլ Դե փաստորեն քեզանից ավելի խելացի է ու հասում։ Մի նեղացի, հենո, ուզում եմ, որ քեզ կողքից տենաս, սխալներդ հասկանաս։ լավ էլի դեպա, ասենք թե ուզում էի մոտը մի քիչ գլուխ կովայի ու տպավորություն թողեի, ինչ կա դրա մեջ։ Եթե պետք է աղջկա վրա մեքենայով տպավորություն թողես, ուրեմն ձեր հարաբերության մեջ մի բան սխալ է։ Չէ, պապ, տենց չի։ Այսօր սաղը նայում են բռնածդ հեռախոսին, հակածդ շորերին, քշածդ ավտոյին, էդ ով չի նայում որ։ Լսի հենո, քեզ պետք է աղջիկ, որ ընկերություն անի քո հետ, ոչ թե ավտոյիդ։ Լավ էլի, պապ, արդեն վիրավորում ես։ Ուրեմն վիրավորվի, որ գլուխդ մտնի, որ հասկանաս, այս կյանքում ավելի կարևոր արժեքներ կան, ոչ թե։
Հենո, դու այսօր մենակ կարաս քո դիմացինին զարմացնես քո մարդ տեսակով, ուրիշ ոչ մի բանով։ Լավ էլի, բա։ Մինչև չտենան ինչ ունես, ոչ մեկը չի ուզենա ծանոթանա արժեքներիդ հետ։ Ես ձեր թվերը չի է, որ մի հատ վարդով կայանաս, հետը գնաս մարոժնի ուտես, հետ գաս ու այդքանը հերիքը լինի։ Թիվ ինչ կապ ունի։ Այսօր է տավտոն կա, վաղը կարա չլինի։ Ուրեմն այդ կողքդ աղջիկնա չի լինելու, հա։ Հա, բա։ Ու դրա համար է պիտի վիզ դնեմ, որ լավ ապրեմ։ Ու եթե դրա մեջ վատ բան կա, ասա։ Ոչ վիզիոներու մեջ վատ բան կա, ոչ լավ ապրելու մեջ վատ բան կա։ Դες փողակի վատը որն է, որ կյանքիդ միակ նպատակը սարքել ես փող աշխատելը։ Ապա ինչ է լինի նպատակս։ Հոգու հարստություն, է։ Բաբջան, այս աշխարհը ստեղծել է այդ ռոմանտիկ լոլոները աղքատների համար, որ գոնե մի քիչ յոլա եթան։ Իսկ հարուստները միշտ էլ կյանքը վայելել են։ Այդ որ մի հարուստնա նեղվե, որ շատ փող ունի։ Ես գաղափար չունեմ, որ քո գլխի մեջ ցած մտքեր կա։ Բաբջան, այսօրվա իրականությունն է։ Դրա համար ես պետք է ամեն ինչ անեմ, որ դու այդ իրականության մաս չդառնաս։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզածը։ Supreme Rolling Doors Los Angeles-ում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաև դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Իմ անունը Հայ է, ազգանունս Յան։ Հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է Յանս 333 North Verdugo Road։ Յանս, իսկական հայկական համոհոտ։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Օրվա արագ տեմպի մեջ հաճախ մոռանում ենք ամենակարևորի՝ ինքներս մեր մասին։ Իմ հագեցած աշխատանքային օրն ամփոփում եմ մեկ բաժակ թեյով եւ Malatia Bakery-ի անկրկնելի Armenian Gathայով։ Armenian Gatha, համ, որը հիշվում է։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Glendale Galleria Bloomingdale-ի հարևանությամբ է գտնվում Maternity Imaging կենտրոնը։ Բժիշկ Գևորգ Քրաջանի գլխավորությամբ կարող եք օգտվել բազմաթիվ ծառայություններից։ Maternity Imaging Center։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Love You։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ Հրաշալի նորություն։
Ձեր հարմարավետության համար արդեն գործում է HiPost-ի 5 մասնաճյուղ, որտեղից կարող եք գումար ուղարկել աշխարհի ցանկացած երկիր կամ ծանրոցներ դեպի Հայաստան մատչելի արժեքով։ Մանրամասների համար զանգահարեք 818 991 0000։ HiPost, ազգային փոխադրող։ Շուտով նոր տարին կծեցի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։ Դայանա Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժ գույքի առք-ու-վաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժ գույք Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում, այդ թվում Van Nuys, Lake Balboa, Granada Hills եւ այլ քաղաքներ։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաեւ ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Տեղում պատրաստված համեղ յուրաքանչյուր գնումում։ Էդ ինչի ինձ տեղյակ չեք բայել, հա։ Իսկ ես ձեզ վստահում էի։ Ախպեր, ես էլ ուրան կասիմ։ Արման ջան, ուզած հալ չենք քո մեղարա մի քանի օրյա կխանգարենք։ Հասիվ քեզ հալը հանգստանալու։ Ոնցա քեզ էտի։ Բավար լուրջ բան տեղի ունենար։ Լավ, մամուներև, խե բավորներով ես խոսում, բայց վիշի պենի լալ չէ։ Լոխ նորմալ է։ Պետք է կանխեիք այդ փարթին։ Լավ, ինքը տենց բար չեր ասի, չէ միչե աղերսալի, խրովա հույս ճաճանչապայել։ Հա, ճիշտ ես ասում, այ կասեր, պետք է ցրեիք բոլորին տներով։ Բավեր ես ասիմ, դա կարող է միտինգա վեր սաղին ցրենք տներով, հում? Հա, ճիշտ ես ասում, հա։ Դա ինչ ես կարծում կստացվի։ Մայստորը եշի, դուխը տեղը պայի, գալիսա, վիշի բար չես խոսում, վիշ մին պեի չես ասում, դաժի շնչարությունըտ կաղնում ա, ծպուտը տուս չկյամ, ամեն ինչ աղբերդ ուրան տեղը կտն է, սկացանք իրար։ Հա, 100%, պեի ինչ ասիս։ Վայ ապրես աղբերես։ Եկա։ Դել։ Հել։ Հեն չէ կարում նայեք աշկերիս մեջ, ձեզ լավ եք զգում։ Ինչ ստեզ ու ճուր արալ, մարդը հարց հատվալ պատասխան է, էլի, Ես։ Բա չէ ես։ Դու չասեցի, ես կխոսամ։ Ահա տիպեն ասար, ես սենց ապուշ բան եք ասեն։ Լավ, գնացինք։ Գնացեք, ես չեմ գալիս։ Ընգի առաջ։ Ընգի առաջ։ Հենի, պապան ուր է։ Գնաց։ Ուր գնաց։ Չասեց։ Ինչ ես ասել։ Հաստատ ավելի ես չէ ջղայնացրել։ Դու вообще մի խառնվի, հա մեծերի խոսակցությանը։ Քեզ ինչ կա, կարևորը քովորով թեմա չկա։ Սա մտածում են ամեն ինչում ես եմ մեղավոր։ Հենի, հետ արի։ Աստված իմ, որ փոքր էիք մտածում էի երբ են մեծանալու հոգսս մի քիչ թեթևանա։ Գիտես մամաս ինչ էր ասում։ Աննա ջան, որ մեծացան, երանի ես տալու փոքր ժամանակին։ Եկել այդ ժամանակը։ Մերսի։ Տղեկ ես զարմանում եմ, ոնց չկարողացաք այդ փարթին կանխեք։
Արման, լե մատաղինիմ, դե մենք վեր մունք ընդեղ ենք լալ, մտածեցինք դե վեր արդեն ընդեղ ենք լի։ Լի։ Լուրջ եք ասում։ Որ դուք ընդեք, ուրեմն դուք ընդեք։ Ինչ խորի մաս մտքեր եք արտահայտում տղերք։ Ապրեք։ Արմջան, դե ուզում ասի։ Ես լավ եմ հասկանում ինչ ուզում ասի։ Մենք կյարտ ենք մտածել մոռացել եք տղերք։ Կներես Արման ջան։ Գիտես, ուզում ես ճիշտ իմանաս։ Չէինք ուզում քո հանգիստը փչացնեինք։ Մի կողմից էլ լավ եղավ։ Հա, բա դի ասում լի, ասում մատաղինիմ շատ լավ անցկեցալ, չեփ է նրա լի։ Կոլո դրա համար չեմ ասում։ Լավ եղավ որ այդ մասին տղուս հետ խոսացի։ Շատ բաներ հասկացա։ Ինչի՞։ Որովհետև իմացան այս բաներ, որ մինչև այս պահը մտքովս չեր անցնում։ Այսօր հասկացա, որ շատ բաներ ունեմ տղուս բացատրելու այս կյանքում։ Շատ խորհուրդներ ունեմ տալու։ Այնքան բան կա ասելու, ու այնքան քիչ ժամանակ ունեմ։ Ախպե դե դու էլ X2-ի վրա դիր, արագ ասի թող ասկենա քալի։ Բայց դու շատ հետաքրքիր ես, գիտես, անընդհատ մտածում ես։ Բժիշկների ասածով միշտ ճիշտ չի լինում։ Արման ջան, 3 ամիս են ասել։ Կարող ավելի շուտ լինի։ Հալի, կարող է կալենդարնի է։ Ուե։ Իմ խնդիրները իբր քիչ է, դուք էլ մի կողմից արա։ Ինչ ես խոսում։ Ինչ մասում ախպե։ Դուրս ես տալիս։ Մայստրոյի չելել։ Ուե։ Գոնե հաց ուտելուց մի խոսացեք տղերք։ Սալատ հտկե։ Սպասեցի զանգես նոր գամ։ Ինչ ես մտածում Արամ։ Ես քեզ կարամ նորից վստահեմ։ Եթե պետքա չվստահես, ավելի լավ է դուրս կամ գործից։ Հա, քեզնից ոչ մի բան պետքա չթաքցնեի, բայց չեմ էլ կարող առանց վստահության գործի գալ։ Ապա որ զանգեց Հայաստանից 2 տարի առաջ։ Ասաց տղոս ուղարկում եմ մոտդ։ Ասի կօգտեմ, մենակ չեմ թողի։ Այն ժամանակ պապա չասաց որ ծանր հիվանդ է։ Բայց քեզ ուղարկեց իմ մոտ, որ քո հարցով հանգիստ լինի։ Գիտեմ։ Բայց քեզ ոնց գործս անեմ։ Բայց ինձ պետք է տղավարի խոսք տաս, որ կյանքում չես խաբի։ Որ քեզանից չի հաստատվի։ Խոսք եմ տալիս։ Իսկ հիմա քեզ պատիժ, քանի ավտո չունեմ, դիմ շոֆեր ես ոչ թե օգնականը։ Շոֆեր։ Դե ժամանակավոր, մինչև շոֆեր գտնես իմ համար ու ավտոյի հարցը լուծես։ Ավտոյի հարցը լուծել եմ, ասել եմ վերցրել են արդեն։ Դե իհարկե ինչ մնացել է էլի ավտոյից։ Մալացեց Արամ, լավ հումոր ունես։ Պապ։ Պապ գնում ես արդեն։ Հա, բալես ինչի համար։ Դե չխոսացինք երեք։ Իրիգոնով խոսանք, հա, կներես։ Ալո։ Այս քեզ ոնց որ գործից չհանեց, հա։ Նախ բարև, երկրորդն էլ չէ, չհանեց։ Բախտդ բերեց էլի։ Ոնց որ քոնն էլ, եթե իհարկե ամեն ինչ իմացել է։ Խնդրում եմ էլի, չասես որ էրեկցիոմը եկել էր։ Նիկա ջան գնատուն, իրիգոնով խոսանք։ Արամ մենք գնացինք։ Գնաց։ Արամ, դու ռոք պետք է բացի։ Ինչ կա քնած էիր։ Չէ, դուրս եմ գալիս հեսա։ Ուր։ Արվեստի դպրոց դասի եմ։ Պապատ եկավ, խոսացիք մեր թեմայով։ Հատյոմ եկել են, բայց չստացվեց խոսալը։ Դու վստահ ես, որ պապան տեղյակ է ու դեմ է։ Հա, վստահ եմ, որ վստահ չլնեի չէի ասի։ Լավ է թե չէ, պետքա քեզ տենամ։ Չեմ կարա, դասից կուշանամ։ Հա, ոչինչ, մի քիչ էլ ուշացի։ Խոսալու բան կա։ Լավ, հեսա տանից դուրս գամ, կզանգեմ, տեսնեմ որտեղ ես կգամ։ Կգամ հետևիցդ։ Չէ, Ջոն, մաման տանն է կտեսնի։ Ես կզանգեմ, կգամ քեզ կտեսնեմ։ Լավ։
Ինչա, հերը պրոբլեմա սարքում։ Արա հերը մաքսիմում կարա մեր մաշնեկը սարքի։ Ապե, ես սիրում եմ լիկային ու լուրջ տրամադրված եմ։ Հավայի ձևա տվե իրան։ Ուրա է, որը սարը ներվային անում եմ աղ։ Դե բան չկա ման մի արի։ Անմենակ մի ներվայնցի։ Նատուրի չէի մտածի, որ հերը սենց պրոբլեմ կարա ալնի։ Ասենք վապշե թեմա չորի սենց հարց սարքելու։ Կարող ունի։ Հորը թե նույն գործի մեջ են, չէ։ Հա, աղբեր, փայատեր են, բայց վապշե տենց թեմա չկա։ Բալա, որ միջև վեր սենց դեմ եղավ, ինչ ես անելու։ Միջև վերջ, ապե, վերջը ես եմ որոշում, ու քանի դեռ իմ սրտով չի, վերջը չի եկել, եղավ։ Սպեր դե ոչ ես փախցնելու։ Ինքը իրա ոտով կգա։ Մամ, ես գնացի։ Սպասի, ես քեզ կտանեմ սրտիկս։ Դու ուր ես գալիս։ Դուրս եմ գալիս գործեր ունեմ, կտանեմ, հետո կգնամ գործերիս։ Ինչ գործեր։ Սկզբում ընկերուհուս պետքա տեսնեմ, հետո սուպերմարկետ պիտի գնամ։ Ուզում եմ մի քիչ առևտուր անեմ, այսօր ընթրիք պատրաստեմ, բոլորս մի սեղանի շուրջ հավաքվենք, տան լարվածություն անցնի։ Լավ բան ես մտածել։ Ես քեզ կօգնեմ երեկոյան։ Ապրես սրտիկս։ Մամ, իսկ պապայի հետ Ձյամի բավ խոսացել եք։ Խոսել ենք։ Ինչա ասել։ Ես այսօր առավոտ ուզում եի իր հետ խոսայի, ուղղակի երևի ինքը շտապում էր, գնաց, կամ էլ չէր ուզում իմ հետ խոսել։ Երևի խուսափել ապալես։ Ու լավ կլինի, որ դու էլ չշտապես այդ հարցում։ Մամ, իմ ու Ձյամի մեջ ամեն ինչ պարզ է։ Լիկա, մի շաբաթում ամեն ինչ պարզ դարձավ։ Նմանատիպ լուրջ որոշումը մի շաբաթում չեն կայացնում, բալես։ Խոսքը ամուսնությանն է վերաբերվում։ Պապա ճիշտ է ասում։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, օքեյ, կամուսնանամ, հետո չի ստացվի, կբաժանվեմ։ Մամ, բայց ես տես չեմ մտածում։ Սրտիկս, պապայիդ հետ այդ թեմայով մի խոսի հիմա, լավ։ Այդ տղային էլ ասա, որ չես հանդիպի հետը, մինչև պապան համաձայնություն տա։ Մամ, իսկ եթե չտա։ Իսկ եթե չտա, նշանակում է լուրջ պատճառ կա։ Ու այդ լուրջ պատճառը քեզ համար էլ պետքա լուրջ լինի։ Մամ, ես մտածում էի դու գոնե ինձ կհասկանաս։ Թիթերս, ես կարող եմ քեզ հասկանալ։ Ես կարող եմ քո ընկերուհին լինել, բայց երբ որ քեզ մայր է պետք, ես պետքա մայր լինեմ։ Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty։ Վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor, stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Գլենդելի սրտում East Broadway-ում ձեզ է սպասում նորաբաց Նուրվանը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտ, ներփաճաշակ ձևավորված սրահ եւ հայկական անուշահամ խոհանոց։ Զանգահարեք 805 505 5005 Նուրվան, որտեղ սկսվում են հիշողությունները։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Մեր մոտ պահպանված է իսկական մանղալի խորովածի արվեստը։ Փորձեք մեր քյաբաբները, բացառիկ համեր, գիրոսի վարպետի կողմից եւ full plate-ներ։ Վայելիր տեղում կամ օգտվիր մեր արագ-առաքման ծառայությունից։ Մեր մոտ Հայաստանին ավելի մոտ։ Լիթ Սուշի, A+ ստատուս եւ կորեացի լեգենդար խոհարարի 35 տարվա ամբասիր հեղինակություն։ Այստեղ օվկիանոսի թարմությունը տեղ է հասնում ամեն օր, առավոտից մինչև գիշերվա 1-ը։ Վայելեք իրական ռոլեր եւ սուշի մեր հարմարավետ ինտերիերում կամ պատվիրեք
Vegas document-ը նոտրի։ Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Baked pizza, երբ սիրում ես, համեղ ուտել։ Art Modern Design Լոս Անջելեսում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Dog Resort Լոս Անջելեսում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Խմբակային թերապիա, ժամանցային զվարճալի ծրագրեր, այս ամենը պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ ձեր օրը կդարձնեն հետաքրքիր եւ բովանդակալից։ Զանգահարեք եւ գրանցվեք այսօր։ Մենք սպասում ենք ձեզ։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Այսօր տարը խնամքները շատ անհրաժեշտ են, քանի որ մազերը ներկելուց, գունավորելուց եւ ոչ ճիշտ խնամքից դառնում են չոր, կոտրվող եւ թույլ։ Գնահատում եմ մազի վնասվածության աստիճանը, ընտրում ճիշտ բանաձևը եւ տալիս մազին այն, ինչ իրեն պակասում է։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, այդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալմոն։ 807 771 77 Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Aya Collision Center Ավտոմեքենաների մասնագիտացված վերանորոգում եւ վերականգնում բարձր ստանդարտներով։ Aya Collision Center Գործը արվում է ճիշտ։ Զանգահարեք 818 858 8330 Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Glendale-ում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111 Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. Alongside our signature roses, we offer a curated selection of toys, balloons, gifts, and party supplies, welcoming you at our 2 California locations, 12736 Sherman Way in North Hollywood and 1140 East Broadway in Glendale. Ախպերներ, քելեք գնաք, ներսը սպասենք էլի։ Չէ, դուք գնացեք։ Քո համար ինչ տարբերություն, մեկը գալու է, կտնաս էլի։ Չէ, ներսը մի շատ մարդ ալում։ Ես հետ առանձին բան ունեմ խոսալու։ Բա մենք ինչի ենք սպասում։ Արա դե չես ժոգում, սպասում ենք, որ մենակ չմնա։ Մելանա կգա, մենք կգնանք։ Ղեք այսօր հետը կոնկրետ խոսալու եմ։ Էլես ձգել մքել է վաբշե իմ սրտով չի։ Հեն Բա որ մերշի։ Հեն այկան տղեկ։ Էլի կանգնած է, քեզ են սպասում հաստատ։ Իմ փարթի օրից հետո ընդհանրապես չեմ ուզում հետը ոչ մի բան խոսում։ Լիսի, բայց վատ տղա չի, ինչի ես նես նրան գնված։ Սեթ հերին միակ բանը, որով կարող գլուխ կողա, այդ իրա պապայի ավտոնա, որը ասում են էլ չկան, ես որ էլ կողալու բան էլ չի։
Սեդուլիկ ջան, բարի օր։ Բարև մուշո։ Իսկ կլինի առանց իքի խոսաս։ Սա առանցիկի ո՞րն է։ Որ սկրտալուց ասում ես։ Իք։ Նկատի ունեմ անունից կողքին բան չկպցնես։ Հայ, բայց ես բան չեմ կպցրի անունից։ Ես բան եմ կպցրի անունի, Վահան։ Լավ, տղեկ, ներս գնացեք, մենք հեսա կգանք։ Մելանիա ջան, մի րոպե կսպասես։ Շտապում եմ։ Բայց քո դասին դեռ 15 րոպե կա, ու ես հաստատ կտեղավորվեմ իմ ասելիքի մեջ, որ շատ ուզեն քո պատասխանել կտեղավորվի։ Սեդա ջան, լսի դու կարող ես կոր առաջնորդանելով դետրես թողել։ Ես։ Չէ։ Հա, բայց վրան Սեդա էր գրած, Սեդան դու չես։ Հա, բայց ես չեմ թողել։ Արի գնանք մի հատ տես ճշտի էլի, քոննա չի գտնենք էլի տիրոջը։ Բայց ասում եմ ես չեմ թողել։ I'm not there Սեդա չկա։ Քոննա։ Վերջապես նորմալ տեսա քեզ։ Ձյոմ ես վերջին անգամա, որ ես իմ ծնողներից թաքուն քո հետ հանդիպում եմ։ Չգիտեմ էլ, կարողա վերջինը չի։ Չէ, վերջինն է։ Ես այսօր կխոսամ պապայիս հետ ու ամեն ինչ կլուծվի։ Լսի, հենց այդ եմ ուզում ասեմ։ Կարողա պետք չի, որ դու խոսաս։ Առանց հենա անցած անգամ նեղվել է, որ ես չեմ մոտիկացել իրան։ Ճիշտ կլինի ես խոսամ։ Ձյոմ, մեկ այդ խոսակցությունը լինելու է իմ ու պապայիս մեջ։ Իսկ դու ինչ ես ասելու։ Ասենք թե ասես դեմա ու չի ուզում, որ մենք իրար հետ լինենք։ Ձյոմ, առանց պատճառ պապաս տենց բան ինձ չի ասի։ Ասենք թե պատճառ չկա։ Պրոստը չի ուզում, որ մենք իրար հետ լինենք։ Չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Լիկա, իմ համար կարևոր է թե դու ինչ կասես։ Ես քեզ ասել եմ, չէ՞ որ սիրում եմ, ու մենք պետքա ամուսնանանք։ Եթե ուզում ես, հենց այսօր։ Ես պատրաստ եմ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Իսկ դու պատրաստ ես բոլորին դեմ գնաս, եթե պետք լինի։ Ձյոմ, պետքա մի քիչ համբերենք։ Պապաս կտեսնի, որ ես երջանիկ չեմ առանց քեզ ու իր միտքը կփոխի։ Պարզա։ Այսինքն միակ հույսներս էդ է։ Բա որ չփոխի իր միտքը։ Ինչ ես անելու, սաղ կյանք իրանց հետ ես ապրելու, մինչև քո համար հարմար տարբերակ գտնի իր սրտով։ Չես տենց ասում։ Պապաս տենց բան չի անի։ Մտքովդ չանցնի, որ մենք իրար հետ չենք կլնելու։ Եղավ։ Ես քեզ մի հատ բան եմ ասում։ Ոչ մեկ չի կարա կանգնի մեր մեջտեղում, դաժե հերդ։ Եղավ։ Կարելի է։ Արման ջան։ Էս ոնց է շուտ ես եկե։ Քեզ վաղն ենք սպասում։ Գնա վաղագամ։ Նստի։ Չէ, այդ ցավը տանեմ։ Բոբան չի եղե։ Չէ, պլանները փոխվեցին։ Ես էլ ասի լսել ես որ երեք տանդ մի հարսանիքի չափ մարդ ա եղե։ Դու որտեղից գիտես։ Ջոմս ասեց, ճշտում էր քաղաքում ես, թե քաղաքում չես։ Ուզում էր գնալ տենը ռոբկա ու չիկա չթողեցի։ Ճիշտ ես արա, որ չես թողե։ Ջայլություն են արել է։ Մենք էլ իրանց տարիքի մեր ծնողներս թաքուն ինչեր են կարել։ Չես հիշում։ Բայց իրանք թաքուն չեն արել։ Ես իմացել եմ։ Ահուր։ Դա տղես անգեներ է դեղը, մեկ էլ մի քանի հոգի։ Մայստրոն էլ է եղել կոլեյդ։ Ու ամեն ինչ նորմալ է։ Լավ։ Արման, հաշիվները նայեցի, ամեն ինչ նորմալ է։ Մենակ մեծ խնդրանք։ Ու այն իմպորտի ապրանքներն եկել է, ուղղակի թույթան ռասամուշկանա վերցնեն։ իրանց կատնամբթերքը լավ էլ ծախվում է։ Հաջողաբրանքներ ունեն։ Արման, դե որ եկել ես մեկ գրանք պահեսով անցնենք էլ է։ Դու մնա վաղը։ Կարևոր է։ Դե ես պետք է վաղը գայ, չէ՞։ Տենց ենք խոսացել։ Քեզ լավ օր եմ մաղթում ես դուրս գամ։ Արման, ես ճոմին ասել եմ, որ հեռու մնա, ասես հարց չկա, նենց որ… Ես յան բարի բախտ եմ մաղթում։ Բանը… Ես արդեն ուշանում եմ։ Հալավ ես բաց թողելի։ Չեմ հասկանում, ինչի պետքա բաց թողեմ։ Որովհետև կարևոր բան ունեմ հետդ խոսելու։ Դե խոսա հերի, մի բառ չես ասել։ Տրամադրվում եմ։ Ուրեմն տրամադրվի։ Չգիտեմ ինչ էիր ուզում ասել, բայց ես գնում եմ։ Լավ էլ գիտես։ Քանի դեռ չես ասել, ուրեմն չգիտեմ հերի։ Ես իրոք ուշանում եմ։ Ես գնացի։
Սպասի գալիս եմ։ Ես էլ գամ հետդ։ Չի Արամ ջան, դու սպասի ես կգամ։ Այս կլինիկայում ծանոթ ունեմ, եթե պետք է, կարամ զանգեմ։ Չէ, պետք չի ոչ մեկին զանգես։ Ու ընդհանրապես մարդ չիմանա, որ ես եկել եմ ստեղ։ Հասկացա։ Ապրես։ Ես քեզ պարզ բացատրում եմ, որ այդ փողը Հայաստանում պետք է, ու դու ասել ես, որ ուղարկելու ես։ Բայց ես 2 անգամ խոշոր գումար եմ ուղարկել։ Բուժման ծախսերը փակ են ու դեռ մի բան էլ ավել։ Ու երբ մենք խոսում էինք, ես խոստացա, որ գումար կուղարկեմ, բայց մենք չենք պայմանավորվել, որ դա ամեն ամիս պետքա կրկնվի։ Լսի, ինչ եմ ասում, մեղավորը ախպերը տա, ու իրա պատճառով մեր ախպերը կարար ինվալիդ դառնար։ Այդ սաղ բուժումները Հայաստանում վճարովի է, ու շատ թանկ։ Դրա համար էլ թվերը տես բարձրացել է։ Բայց ես ճշտել եմ։ Բուժման ծախսերը ավարտված են եւ ձեր ընկերը տանն է եւ առողջ։ Իսկ ուզում ես ախպերդ էլ տունը լինի։ Լավ, ավելի լավը չձգձգես։ Ախպերդ մեր ախպորը մեծ վնաս է հասցրել։ Չնայած մենք չենք բողոքում, բայց էդ էլ իրա գինն ունի։ Խնդրում եմ դրսում սպասեք, հա հիմա կկանչեմ։ Ես սպասում եի դրսում, բայց որ դուրը ներսից ծեծեցին, ասի բացեմ մի հատ տենամով է։ Արման ջան, դու ես։ Այդ լավ է որ տեղը բերեցիր ով եմ։ Այդ ինչ բարձր ես խոսում, ապեր։ Մի քիչ թեմաներ կա հետ ենք զրուցում։ Այդ թեմաները սա լսել եմ, ունենց հերի գոռում։ Այս պայից սկսած, այդ թեմաներով ես եմ զբաղվում։ Իսկ թվում է համարս կարա չէ գտնես։ Լավ, ոնց ասես։ Հաջողություն։ Դուք պարտավոր չեք, սա իմ անձնական հարցն է։ Մի հատ պապի տենան ոնց է եղել։ Դե Հայաստանում իր ընկերը ու իմ եղբայրը ավտովթար են ունեցել։ Մեղավորը եղբայրս է։ Իր ընկերը վնասված կա ստացել։ Բուժման համար 2 անգամ գումար եմ ուղարկել, բայց չեն դադարում փող ուզել, անընդհատ գալիս են ու սպառնում են։ Որ չբողոքեն պաստորեն։ Դե հա, բայց դուք որտեղից գիտեք իրան։ Ես այն չեմ ճանաչում, բայց ոնց հասկացա ինքս լավ գիտի։ Ու այդ հարցով ձեզ չի անհանգստացնի։ Բայց ինչի եք անում, մենք օտար մարդիկ ենք։ Այս աշխարհում իմ հիվանդության հետ կապված մենակ գիտեն 3 հոգի, որից մեկը դուք եք։ Ասպեք օտար։ Ես ուրախ եմ, որ եկել եք քննարկենք ձեր բուժման պայմանները։ Չէ, դրա համար չեմ եկել, դրա ժամանակը ընդհանրապես չունեմ, անկեղծ եմ ասում։ Հիմա մատից դեղ է պետք, որ սիմպտոմներս մի քիչ թուլանա, էլի։ Հնարավոր է։ Բայց սա շատ լուրջ է, միայն դեղով չի լինի։ Ուրիշ բան չեմ ուզում, մի հատ դեղ ասա խմեմ, այդ բուժվելու ժամանակը հաստատ չունեմ։ Բարի գալուս Նորթ Հոլիվուդ։ ABC Kids-ն արդեն Նորթ Հոլիվուդում է։ Նախակրթարան, որտեղ ձեր 2-ից 6 տարեկան երեխայի խնամքը կզուգորդվի նահանգի կողմից հաստատված համապարփակ կրթական ծրագրով եւ տարատեսակ զարգացնող խաղերով։ Մեր փորձառու ուսուցիչները ձեր երեխային կուսուցանեն նաեւ շախմատ, ռոբոտաշինություն, նկարչություն, հայոց լեզու, երգ եւ պար։ Երեխաներին տրամադրում ենք օրգանիկ եւ թարմ սնունդ։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids լավագույնը ձեր երեխայի համար։ Mirage ռեստորան։ Մինչև 500 հյուրի համար նախատեսված շքեղ սրահ, բարձրակարգ սպասարկում եւ բացառիկ խոհանոց։ Mirage ռեստորան։ Մեզ մոտ ձեր օրը դառնում է իսկական տոն։ Ակշար USA-ը ներկայացնում է Հայաստանի արևահամբերք ու բարիքի համն ու հոտը Լոս Անջելեսում։ Արտադրանքը ստանում ենք Հայաստանից, տեղում պահեստավորում եւ մատակարարում ենք բոլոր խանութներին։ Առաջարկում ենք շուկայականից ցածր գներ եւ ճկուն վճարման տարբերակներ։ Կարող եք նաեւ նախորոք պլանավորել։ Գրանցվելով այսօր, դուք ապահովում եք առավել մատչելի գին ապագայի համար։ Valley Memorial, Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին,
ամենաբարդ պահին։ Դուք կարող եք գտնել մեր ապրանքները ձեզ մոտակա հայկական խանութներից։ Իսկ մեծածաղկնումների համար այցելեք Prestige Housewares.us պաշտոնական կայք, որտեղ ձեզ կօգնեն մեր մասնակիցները։ Prestige Housewares. Որակյալ սպասքի ձեր լավագույն ընտրությունը։ Prestige Housewares. Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար, իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Առաջին բան առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Քուրուքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Քուրուքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Խոսացինք, չէ, քայլում էինք։ Ու վերջ։ Հա, 20 րոպե ուղակի քայլեցինք, բան չասեց, ես էլ ներվայնացա։ Այսինքն ուզում էիր, որ մի բան ասի։ Չէ, ուզում էի հասկանալ ընդհանրապես ինչ եմ անում այդ պահին։ Իսկ թվում է դու ուղակի ամեն ինչ մի քիչ շատ ես բարթացնում։ Լավ էլի։ Ախպերս բայց չէ տրամադրվել, որ մի բան պետք է ասեիր։ Հա, դե բայց չստացվեց այս անգամ։ Հալա ոչինչ հետո կասես, որ չի։ Բայց այդ չի արծը։ Արծենն է, որ այդ աղջիկը համաձայնվեց, չէ՞, այդպես քայլի։ Այսինքն սպասում էր, որ ես մի բան պետք է ասեմ։ Բախի բան չասիր։ Հիմա նույն հարցաշարով անցնենք։ Դուք չեք ջոգում, ասում եմ, այդ աղջիկը համաձայնվեց այդպես քայլի։ Այսինքն շանս էր տալի, որ խոսամ։ Դուրս է գալիս, որ այդքան էլ դեմ չի։ Ախպեր կուզեի ձեր հետ հավեսով նեղվեի, ուղղակի գիտարիստ ասնան սկսում, ես գնացի։ Ես էլ եմ գալի, բենդով ելույթի փորձ ունենք։ Լավ, գնացեք ապերներ, ես մի 10 րոպեից կգամ։ Վիկա շատ է ուշանում։ Արտյոմի հետ է կարող այսօր вообще չգա։ Ոնց կարա չգա, բա դասը։ Լսի նկարչականից երեխեքը վաղուց եկել ինձ են սպասում, որ դասը սկսեմ։ Ինչ եմ անելու։ Վիկ, երևի ես գնամ, դու սպասես Լիկային, հա։ Չէ, ինձ մենակ չթողնես, հա։ Լիկան որոշացավ, Հենրին գալու է հարցնի ուր է։ Ինչ եմ ասելու։ Ինքն է Լիկայի տնից մեզ պետք է հարցնի, այ քեզ բան։ Լսի։ Բա ո՞նց է եղել, որ մինչև այսօր իրանց տեղ չէինք տեսել։ Որովհետև առաջ մենք այս պստոներից մեզ հերո էինք պահում։ Դե իրանք ոնց որ շատ փոքր էին էլի թվում։ Հիկ, հոբան չի եղել, հո չեք կռվել։ Նեղված ես։ Երեխեք մի քիչ կամացեք, Հենրին չլսի։ Էս դուք ինչ եք ստեղ։ Երբ եք ստեղ ընդմիջում անում։ Դե երբ նկատեցինք, որ պստոները մեծացել են։ Վիկա, ամոթ, մեր տարիքի տղա չկա։ Ինչ տարբերություն։
Լսի դու հույսդ կտրի, հա? Հենրի սիրահարված է ու անհույս։ Լուրջ։ Ում։ Մելանին։ Լենա։ Լավ եկեք գնանք, հա։ Դուք դասի չեք։ Համել կպատմեմ, թե ինչ եմ խոսացել Տյոմի հետ։ Ապրես։ Երբ պետք կլինի, ասա գամ, շեֆ։ Արդեն ասել եմ ինչ անես, որ դու չկաս իմ հետևից։ Վաղորդից հարցը լուծի։ Տղեկին ասել եմ, զբաղվում են այդ հարցով։ Լավ, ապրես, զուշ կլես։ Մեղավ։ Բարի օր Արման ջան։ Ոնց ես, ոնց հանգստացաք։ Ես վաղուց էր սպասում։ Մի ժամ կլինի։ Սպասեցի Արամը գնա, որ հանգիստ խոսանք։ Գիտեմ, որ թուրի մատություն ա եղել, եկել եմ խոսանք։ Շատ ծանր օրեր են։ Այնքան եմ ուզում ձեր հետ անկեղծ ու ուղիղ խոսամ։ Ասեմ, որ շատ քիչ ա մնացել։ Որ պետք է իրար պաշտպանենք, հասկանանք, սիրենք, բայց չեմ կարա։ Հենրի գիշերը մտածել եմ ասասնելիդ մասին։ Դիկա հիմա պետք է քո հետ խոսամ։ Ու չգիտեմ, քո հետ խոսալուց հետո ինչ կպարզվի իմ մոտ։ Մեզ թվում է, թե մենք մեր երեխքի մասին ամեն ինչ գիտենք։ Մենք ենք իրանց դաստիարակում։ Լավն ու վատը սովորացնում։ Բայց այն պայից սկսած, երբ երեխան տնից դուրս եկավ, 50%-ը սովորացնում է փողոցը։ Միջավայրը, ժամանակը։ Մեր մանկությունը անցել է փողոցներում, ճշտի օրենքի մեջ։ Ես մտածում եմ, թե ձեզ կրթություն եմ տալիս, ուրիշ որակի կյանք եմ տալիս։ Ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց այդ հերիք չէր։ Հիմա չեմ ուզում դառնալ մեր ծնողներից, ու մոտ երեխան վախենում անկեղծ խոսա։ Ես ուզում եմ, որ դուք իմ հետ ազատ ու անկեղծ լինեք, որ դրսից ուզեք տուն գաք, որ տունը դառնա ձեր ամրոցը, ոչ թե բանտը։ Այսքան կարճ կյանքի համար երևի շատ բան եմ ուզում։ Հիմա ես բան եմ ասելու, որ հասած կծիծաղաք, բայց ամեն ծնող այս նույն բանն ասում է երեխուն, որ դուք ձեր երեխեք ունենաք, այդ ժամանակ կհասկանաք ինձ, բայց ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, որ ձեր երեխքին չեմ տեսնելու։ Thank you.